Ես դա հատուկ ասեցի։ Հայտարարեք եղա։ Ինչի՞։ Ինչ համոտ բան կա, որ ես սիրում եմ քեզ։ Տես որ նորից ասեցիր։ Մի ասա, ես ամաչում եմ։ Ինչի՞։ Ամաչում եմ ու վերջ։ Լավ, էլ չեմ ասի։ Ավելի լավ արի մտածենք ոնց ենք ստեղ սփախնելու։ Իսկ ո՞նց։ Ես դեռ չգիտեմ։ Ուրեմն ստեղ եք թաքնվում, հա։ Ամբողջ մանկատնով ձեզ եմ ման գալիս։ Ինչ եք անում։ Խոսում ենք։ Այո, ուղղակի խոսում ենք։ Կարող եք պատրաստվում եք նորից փախնել։ Չէ։ Դե ուրեմն արագացրեք։ Աչքիս առաջից ոչ մի տեղ գնացինք։ Արագ։ Ճանաչում ես։ Ով ա ձեզ պատվիրել, որ կրակեք ինձ վրա։ Ոչ ոք։ Ես կապիկություն անում, ես ավելորդ ժամանակ չունեմ։ Ուրեմն լսեք էլ ինչ եմ ասում արա։ Երեք ինչ գրել ես, հիմա կպատնես։ Վռամն է պատվիրել։ Վռամն է վճարել է։ Այդ վռամը ով ա։ Ով է այդ վռամը։ Մամ, այս ինչ երկար ես քնում բալես։ Չէ, մամ ջան, քնած չէի, ուղղակի պարապում էի։ Հերիքա պարապես, հայ բալես, եկել ես մի քիչ հանգստացի։ Մամ, դե պարապեմ, որ չմոռանամ, քնություններ են, չէ։ Չես մոռանա։ Այս Արսենն ու Արմանը տանը չեն։ Չէ, Արսենը դուրս է եկել, Արմանն էլ ինչպես միշտ տուն չի եկել։ Այսինքն։ Ինչ այսինքն։ Տուն չի եկել։ Մարդը աղջիկ ա բերել տան մեջ պահում։ Լուրջ, ինչ աղջիկ։ Աղջիկ։ Երեք գնացի տեսա տանը։ Տանը մի աղջիկ էր ապրում։ Իր հետ։ Մենք այս վիճակին ինքը աղջիկ ա բերում։ Դա լավ է։ Մամ, բայց մի բան եմ ուզում քեզնից հարցնեմ։ Հարցրու բալես։ Ես այս ինչքան ժամանակ կա այստեղ եմ ու նկատել եմ, որ Արսենն ու Դինան երջանիկ ամուսինների տպավորություն չեն թողնում։ Որտեղից թողնեն։ Ասա երեխես մի օր վայելեց կնոջը։ Այսինքն։ Ինչ այսինքն։ Հարսանիքի օր Արսենից խփեցին։ Ոնց թե մամ, ով ա խփել։ Ես ինչի չեմ իմացել։ Դե չուզեցինք քեզ ասենք, որ ասենք ինչ պիտի փոխվեր, դու ինչ պիտի անեիր։ Ով մամ։ Չիմացանք ով էր բալես։ Բայց տենց չի մնա մի օր կիմանանք։ Աղբորոդ խփեցին դանակով։ 2 օր մնաց կոմայի մեջ։ Հետո էլ Սոնայից դեպքն եղավ ու Արսենից մասին լրիվ մոռացանք։ Բարև ձեզ։ Բարև Լիլա։ Ես հա կգամ։ Գամ հետդ։ Չէ, ես մենակ կգնամ։ Բարի օր ձեզ։ Բարև ձեզ։ Արմանը տանն է։
Արմանը Ինչի Արմանի տունը չի։ Արմանի տունն է։ Բա ինչ կա զարմանալու։ Ներեցեք Արմանը տանը չի։ Ուրեմն ես իմ ախորը տունը կսպասեմ։ Ներեցեք դուք։ Ես Արմանի հարազատ աղբերն եմ։ Անունս Արսեն է։ Ու ոնց որ դեր դեմքը ծանոթ է, մեկ հիվանդանոցում ենք հանդիպել իրար։ Ուրեմն Արմանին զանգեմ տնամ երբ կգա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ տնօրենը սպասում է։ Հա, հիմա կզգուշացնեմ։ Զգուշ։ Բարև ձեզ։ Կարելի է։ Նորից բարև ձեզ։ Համեցեք։ Նստեք։ Ճիշտն ասած, ես երկար մտածեցի ու որոշեցի, որ Միլենային չեմ տածես որդեգրման, բայց ոչ էլ ուրիշին կտամ։ Երեխան կմնա մանկատանը, բայց մի պայմանով, որ դուք կշարունակեք վճարել ձեր խոստացած գումարը ամեն ամիս։ Մենք նման բան չէինք պայմանավորել։ Կարծեմ ես հստակ ձեզ ասացի, որ ուզում եմ որդեգրել Լենային։ Մի շտապեք, ես ձեզ հարմար առաջարկ ունեմ։ Տեսեք, դուք կին չունեք, երեխային միայնակ մեծացնելը դժվար է, որովհետև երեխային լիարժեք ընտանիք է պետք։ Օրենքով դա արգելվում է, երեխային որդեգրման համար մոր առկայությունը պարտադիր է։ Ես չեմ կարող։ Նման փաստաթուղթ ձևակերպել ես իրավասու չեմ, ուր մնաց թե ստորագրեմ։ Դրա համար ես ձեզ հարմար տարբերակ եմ առաջարկում, Միլենան կմնա մանկատանը, դուք կշարունակեք այնքան ժամանակ գումար վճարել, մինչև որ կամուսնանաք եւ այդ ժամանակ արդեն իրավունք ունենաք երեխային որդեգրելու։ Պարզ է։ Ինձ երաշխիք է պետք, որ Լենային ոչ ոք չի որդեգրի։ Ու բացի այդ էլ ուզում եմ հստակ իմանալ, թե ինչ նպատակով է ծախսվելու իմ փոխանցած գումարները։ Իհարկե, Միլենայի հարցով դուք կարող եք հանգիստ լինել, իսկ գումարի հետ կապված ես ամեն ամիս ձեզ հաշվետվություն կուղարկեմ եւ դուք ամեն ինչից տեղյակ կլինեք։ Նենց որ սա պայմանավորվածություն է, դուք կատարում եք ձեր խոստումը, իսկ ես իմ։ Շատ լավ։ Ես իմ խոստացած գումարը ամեն ամիս կփոխանցեմ ձեր մանկատան հաշվի համարին, բայց ձեզ հանկարծ չթվա, որ ինձ կարող եք խաբել։ Կամ խնդրում եմ հանկարծ ինձ հուսախաբ չանեք։ Ես հիմա ձեզ չեմ վախեցնում, այլ ուղղակի զգուշացնում եմ։ Պայմանավորվեցինք։ Իհարկե, կարող եք հանգիստ լինել։ Դե ինչ, հաճելի էր ձեզ հետ գործ ունենալը։ Կհանդիպենք։ Իհարկե, անպայման։ Արեժան։ Իհարկե կհանդիպենք, Արման։ Ճանաչում եք Վռամին։ Ես ոչ մի Վռամ չեմ ճանաչում, քանի անգամ ասեմ։ Ասա ինչ կապեր ունես Վռամի հետ։ Ես ու Վռամը քավոր սանիկ ենք։ Ինքը իմ հարսանիքի քավորն է։ Ասա ինչի համար էր ուզում որ կրակի։ Ասեց մեծ փող կա մեջտեղը։ Փողի կեսը դեմից էին տվել, կեսն էլ գործնանելուց հետո պիտի տային։ Ու ասա ով այդ փող տվողը։ Չգիտեմ, ես չեմ խոսացել։ Ես գործն եմ արել։ Ավելի ճիշտ ինքը պիտի աներ, բայց վերջին պահին մեզ ասեց։ Վռամը գիտեք ով է։ Վռամը այն տղեն է, որ բանտում իրան կախել է։ Ես չգիտեմ Վռամն ով է։ Բայց ես պետք է ամեն ինչ իմանամ։ Դու անասի։ Սպանում ես։ Ինչ բաներ կողնա։ Երեխեքի ծերուներ։ Անասու։ Ոբադի։ Ներսիսա։ Բարև ձեզ։
Բարև ձեզ։ Բարև։ Լուսի ջան։ Էլիշ ջան, բարև։ Ոնց եք։ Լավ ենք, դուք ոնց եք։ Ոնց պետք է լինենք, Լուսի ջան։ Բայց իմ աղջիկը տանը չի։ Տանն է, իր սենյակում, լավ արեցիր, որ եկար։ Երեխես չսովորեց տենց էլ սենյակից դուրս գալ։ Չեմ հասկանում, ամաչում է երևի, հա։ Երևի։ Թե ասա ինչից ես ամաչում։ Ինձ կներեք, ես գնամ իրերս հավաքեմ։ Երևի արդեն հետ ես գնում, Լուսի ջան։ Չէ, ուղղակի տեղափոխվում ենք։ Տեղափոխվում եք։ Ես չգիտեի։ Ճիշտ բան եք որոշել, Էլիզա ջան։ Թե չէ ստան ամեն մի անկյունը Սոնային է հիշեցնում։ Ինչի քեզ թվում է, որ տունը փոխենք, Սոնային մոռանալու ենք։ Ես իմ երեխան ամեն ակնթարթ եմ հիշում։ Գիտեմ, շատ լավ եմ հասկանում քեզ։ Դժվար է, անտանելի դժվար է քո ու Ադամի համար։ Ադամը գոնե տանից դուրս է գալիս, օֆիս է գնում, մի քիչ ցրվում է։ Ես ամբողջ օրը տանը մենակ եմ։ Ես ու իմ վիշտը։ Բայց Էլիզա ջան, ինչի ես մենակ, երեխեքը տանը չեն լինի։ Չէ, տանը չեն։ Արսեն առավոտյան գնում է, գիշերը ուժամի գալիս է։ Ձինան ամբողջ օրը իր սենյակում փակված է։ Արմանի մասին էլ չեմ խոսում։ Նա գիշերներն էլ տուն չի գալիս։ Այսինքն ինչի տուն չի գալիս։ Իր տանն է մնում։ Հա։ Դե երևի ինչ-որ աղջիկ է հայտնվել էլի այդ մարդու կյանքում։ Ոչ թե կարող է, այլ հայտնվել է։ Երեք գնացի Արմանի տուն։ Ասեցի տեսնեմ ոնց է։ Գնացի ու այդ աղջիկը դուռը բացեց։ Բա հետո։ Հետո։ Մեր մեջ ասած շատ սառը աղջիկ էր։ Տեսնես Արմանս ինչն էր հավանել։ Դե լավ դե դու էլ։ Արմանը ճաշակով կարգին տղա է, չեմ կարծում, որ նա ինչ-որ պատահական աղջիկ անդրի։ Մեր մեջ ասած այդ աղջիկը Արմանից տանն է ապրում։ Շատ անհանգիստ եմ։ Երեխես հանկարծ ինչ-որ փորձանքի մեջ չընկնի։ Չգիտեմ ով է, ինչացու է, ընտանիք ծնողներ ունի, չունի։ Էլիզա ջան, մի հատ հետաքրքրվի, իմացի ում տանից է։ Լիլա, ես սիրտ ունեմ հիմա։ Ինչ ասեմ, Էլիզա ջան, ես կարող եմ հետաքրքրվել, ճշտել, իմանալ, թե մեր մենավոր ընկուզենին վերջապես ում է անդրել։ Չգիտեմ, Լիլա, մտածում եմ, եթե լրջանա նրանց հարաբերությունները, կարծում եմ Արմանը կբերի կծանոթացնի։ Եթե չէ, արդեն չգիտեմ։ Դու մի մտածի։ Լիլիան ամեն ինչ կիմանա, կբարձի ով է, ինչացու է ու կարևորը ում տանից է։ Կամ քեզ տեղակ կպահեմ։ Լավ։ Լավ։ Էլիս ջան, բարձրանա մի քիչ Դինայիս հետ խոսեմ։ Փորձեմ մի բան անեմ, այդ աղջիկի հետ սենյակից դուրս գա։ Արմանը չի պատասխանում։ Հանդիպմանը։ Բարձա։ Դուք նստեք, ես Ձեր Եվանդը ոնց է։ լավ է, շնորհակալ եմ։ Ինչի համար։ Իսկ դուք ձեզ ոնց եք զգում։ Ինձանից լավ մեկ էլի ես։ Բարձա։ Իմ ներկայությունից լարվում ես։ Ես գնամ
Փորձեմ Արմանին զանգել։ Արման, Հա, Արս ջան, տեսել էի, որ զանգել էիր, կարևոր հանդիպման է, չկարողացա պատասխանել։ Հո բան չի եղել։ Այն էլ ոնց է եղել։ Ինչ է եղել։ Քո տանը մի սիրուն աղջիկ կա։ Արսեն, քեզ խելոք պայ գամ գլուխդ կջարդեմ։ Այ ախպեր, ես ամուսնացած մարդ եմ, ես աղջիկների վրա ուշադրություն չեմ դարձնում, գիտես։ Բայց այս աղջիկը ինձ ոնց որ վախում է։ Չլինի բան ես պատմերի մասին, բրատ։ Դու հիմա իմ տանն ես։ Հա, քո տանն եմ ու քեզ եմ սպասում։ Դե սպասի գալիս եմ։ Խելոք կպայս քեզ։ Դե կսպասեմ։ Արմանը գալիս է։ Դե լավ, ես Արմանին դրսում կսպասեմ։ Դինա, ոնց ես բալես։ Շատ լավ եմ, մամ ջան, շատ։ Այ աղջիկ ջան, այդպես որ ասում ես, սիրտս կտոր-կտոր ա լինում։ Թող լինի։ Դու էր չէ որ պապային ասում էիր, թող գնա, թող ամուսնանա, երջանիկ կլինի։ Մամա, ում հետ երջանիկ լինեմ, այդ չոբանի, որ ոչ խոսալու ձև գիտի, ոչ տակտ։ Իմ աղջիկ, շատ կոպիտ ա հետդ։ Կոպիտ։ Մամա, դու ուղղակի չես հավատա։ Մենք ուղղակի ապրում ենք մի սենյակում, ոչ Արսենն է ամուսինը, ոչ ես նրա կինը։ Այսինքն բալես դուք իրար հետ։ Չէ, մամա, եթե դու նկատի ունես, որ մենք քնել ենք իրար հետ, ասեմ, որ մենք չենք քնել իրար հետ։ Ես Հայկին եմ սիրում։ Ու իմ կյանքում Հայկից բացի ոչ ոք տեղ չունի, հասկանում ես։ Դինա, վերջ տուր, խնդրում եմ քեզ։ Ինչ ամուսնացել եմ, ինձ մենակ մի հատ հարց եմ տալիս։ Բա ես քո միակ երեխան։ Դու ոնց կարող էիր ինձ հետ տենց վարվել։ Ախր այ բալես, ես ինչ եմ արել։ Ես միշտ ուզեցել եմ, որ քո մոտ ամեն ինչ լավ լինի, քո կյանքը սիրուն լինի։ Դինա ջան, դու խնդրում եմ այդ Հայկին գլխիցդ ու սրտիցդ հան։ Գիտեմ, հեշտ բան չի, բայց կտեսնես ինչքան կփոխվի քո կյանքը աղջիկս։ Ժամանակի հետ կսկսես Արսենին սիրել։ Արսենը լավ տղա է։ Դու ինչ գիտես լավն ա թե չէ։ Բալես։ Մաման շատ բան գիտի։ Ես մարդկանց մի անգամից ճանաչում եմ։ Պաստորեն դու մարդկանց մամա ընդհանրապես չես ճանաչում, որովհետև եթե դու մարդկանց ճանաչեիր, պապայի հետ հաստատ չէիր ամուսնանա։ Լավ, մամ։ Ես ուզում եմ ինձ կարգի բերել։ Խնդրում եմ ինձ մենակ կթողես։ Դու ինչպես միշտ անթերի տեսք ունես։ Ումա պետք։ Բարի օր։ Ոնց բրատիշ կա։ Ռոբոտ դուսը սկետնից այս սրտին ընկած քեզ եմ մանգալի։ Ո՞վ է մանգալի։ Ես։
Որ զանգում ենք ինչի չես պատասխանում։ Մամա տան հանգստանում է։ Չեմ կարում տունը նստեմ։ Խեղդվում եմ։ Ամեն ինչ վրես ազդում է։ Մամայի հայացքը, հարցերը, տղեկի զանգերը։ Ու չեմ ուզում, որ իմ ու Զինայի թեմայով ինչ-որ հարց տան։ Հոգնել եմ արդեն։ Էլի Զինա։ Մոռացի էլի։ Արա դե սիրում եմ էլի ախպերալա։ Մոռացի Զինային։ Ինքը էլ քոնը չի։ Ես քո ընկերն եմ, քո աչքերի մեջ պետք է ասեմ սա, որ ես չասեմ ով պետք է ասի։ Ինքը արդեն ամուսնացել է։ Ուրիշի կինն է։ Էլ քոնը չի։ Հետ արի այս կյանք։ Դու ինքդ քեզ կործանում ես, ինչ ես անում։ Հայկո, մի քիչ սկսի մտածել, հետ արի, մոռացի իրան։ Չկա ինքը։ Առանց իրը չեմ պատկերացնում կյանքս, մի տեսակ անիմաստադառ է։ Ապեր, սա հասկանում եմ, բայց ինքը ուրիշինն է, ամուսնացել է արդեն։ Պետք է համակերպվես ու շարունակես քո կյանքով ապրել։ Դու չես ջոգում, լիքը հարցեր կա, Զինան էլ ինձ է սիրում։ Խաղում է հետդ, աչքերդ բաց։ Վարշամ, ինքը իրենց տան ոսկեղենն է գողացել, փախել է տնից, եկել է իմ հետևից։ Փորձել ենք փախնել իրար հետ, ճիշտ է, չի ստացվել, բայց հիմա էլ հենց զանգեմ կգա։ Դու տենց էշություն չես անի։ Հեշտ ես ասում։ Հեշտա դժվարա էտա։ Դու ամեն ինչ պետք է մոռանաս։ Այս ամեն ինչը Զինայի պատճառով է։ Տենց չի։ Զինան սիրում է ինձ։ Չի սիրում։ Եթե սիրեր հիմա քո կողքին կլներ, հետդ կլներ։ Էս որ դառնա, որ զորով ամուսնացնեն աղջկան։ Եթե մտքին տեղ ալներ, հիմա հետդ կլներ։ Այդ ժամանակ հերը ինչ էր ասելու։ Եթե համաձայնվել է ամուսնանալ, ուրեմն ուզել է։ Լավ փոխի թեման։ Չէ։ Ասում եմ, որ ուշքի գաս։ Երեսիդ եմ ասում, որ հասկանաս։ Ապեր կլինի մի քանի օրով գնանք քաղաքից։ Կուզես մեր դաչա գնանք, կցրվենք։ Չի լինի, ես վիճակով, հələ վիճակս նայի։ Ես էլ կգամ հետդ, մտածի։ Կմտածեմ։ Չարն ջան, դե աղջիկը նեղում է, դրա համար դուրս եկա։ Կգաս տուն կխոսանք աղբերես։ Ես տանն եմ, լավ։ Լավ։ Ինչի սենյակից դուրս չես գալիս։ Դուրս գամ ինչ անեմ։ Բաց թե նստել ես ինչ անես։ Ինչ ես ուզում ինձնից։ Ինչ ունես, որ ինչ ուզեմ։ Ուղղակի ուզում եմ ջոգեմ։ Սրոկդ ինչքան է, քանի տարի ես նստելու։ Խնդրում եմ, հանգիստ թող ինձ։ Թողել եմ էլի, էլ թողելը ոնց արենամ։ Ով լիներ իմ տեղը, սենց աղջկա կողքը քներ, ու մատով չկպներ։ Հետո դու ես խնդրելու։ Մեծ կարծիք ունես քո մասին։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Այսօր վերքս ցավում է։ Գուցես բժշկիդ կանչեմ։ Չէ, կանցնի։ Էս իմ համար ես սենց սիրունացել։ Չէ։ Բա ում։ Ինձ դուր է գալիս, որ փորձում ես ինձ դուր գալ։ Չկա նման բան։ Տեսնում եմ հիմա։ Այբ ջան, գնանք մեր դաչա։ Կցրվենք էլի։
Լավ աղբորպես ինչ դաճա։ Դե արի գնանք քաղաքից դուրս միտեղ։ Ամեն դեպքում քաղաքից կտրվենք, էլի դուրս գանք մաքուր օդի։ Արշամ ջան, հələ վիճակս նայի, ապա այս վիճակով ինչ քաղաքից դուրս։ Այ որ վիճակս ասած չլներ, դաժե երկրից է դուրս կգնայի։ Արի գնանք հանգստյան տուն։ Հա, տատի պապիների հետ պոկերվելու։ Հա ինչի՞ չէ, որ լավ էլ կլինի, տատի պապիների հետ պոկեր խաղալ։ Հա չնայած ընդ ոնց ուզում ա լինի մեկին իմ խելքի կգտնի։ Հաստատ կգտնես, ոչ չես գտնի։ Նարդի Նարդել կխաղաս։ Հա, ինչի՞ չէ, գնանք մաքուր օդի, մի հատ ցրվես էս ամեն ինչից մարդիկ են, տատի պապիներն են հետները, նարդիա, պոկերա խաղում ես ու մեկ մորանում ենք մի բան։ Հենց հա։ Ու հենց հա, համաձայն եմ, գնացինք։ Ջան։ Ես իմ իրերը հավաքել եմ։ Դու էլ քոնը հավաքի։ Քոնը հավաքել ես, հիմա էլ իմը հավաքի։ Բայց ինչի ես։ Ես պետք է հավաքեմ։ Դու չես Արսենի կինը։ Ես քեզ ինչ կին։ Զարմանում եմ, գիտես։ Գործանելուց կինս չես, բայց քնելուց լավ էլ կինս ես։ Անտակտ։ Ու հոլ անտակտներ ես, է։ Դու ստեղ չես քնում։ Եթե չես քնում, ասա քո տեղը մարդ բերեմ։ Ես մի տեսակ գիշերները վախում եմ մենակ քնեմ։ Վախդ կտանեմ, բռնել կտամ։ Իմ վախը մենակ մի ձևի անցնում, բայց այդ դու չես կարող անես։ Իսկ հիմա աղջիկ ջան, շորերս հավաքի։ Գիշերը են տանն են քնելու։ Իսկ կլինի դու գնաս, ես ստեղ մնամ։ Երեք մեկ այսօր երկու տուն ես ուզում։ Ես մենակ մի բան եմ ուզում, քեզնից հեռու լինել։ Այն ինչ որ միացել Աստված, մարդը չի կարա բաժանի։ Մեռնեմ Աստծո զորությանը։ Մենք ամեն ինչ անում ենք պարոն Դավթյան, ու համոզված եմ կգտնենք պատվիրատուին։ Լսի դու չես հասկանում, որ պատվիրատուն այդքան էլ հիմար չի։ Նա այս հայվանին բաց է թողել, որովհետև գիտի նա ոչ մի բանից տեղյակ չի։ Իսկ նա որ ամեն ինչ գիտի, հիմա Աստծո առաջ թողություն ա խնդրում։ Նախաքննությունը գնում է պարոն Դավթյան, ընթացքի մեջ է։ Նախաքննությունը գնում է, բայց ոչ մի նորություն չունեք։ Մենք ամեն ինչ անում ենք։ Անհնարինը պիտի անեք։ Սոնայի սպանողը չի կարող հանգիստ ապրել։ Համոզված եմ կգտնենք ու անպայման բերմակի ենթարկենք։ Կգտնենք, փնտրում ենք, կբերենք, բերման ենք ենթարկել։ Բոլոր բառերն էլ ինձ համար շատ հաճելի են, բայց ամենահաճելին գտել ենք, բերման ենք ենթարկել ու հիմա նա այստեղ է։ Կգա, այդ օրն էլ կգա, մի անհանգստացեք։ Հուսով եմ դուք խնդիրներ չեք ունենա, չէ՞։ Այսինքն խոսքս նրա մասին է, որ ձեր ներկայությամբ ես նրա վրա ձեռք բարձրացրեցի։ Մոռացեք, պարոն Դավթյան, ամեն ինչ նորմալ է, ես էլ ձեր փոխարեն նույնը կանեի։ Դու գտի ու ես գիտեմ, թե նրա հետ ինչ եմ անելու։ Այսինքն ուզում եմ ասել, քեզ համար լավ է լինելու։ Դու չես պատկերացնում, թե քեզ համար ինչքան լավ է լինելու։ Դες գնացի հաջողություն։ Հաջողություն։ Արսեն, արի մենակ տակ շորերը հավաքենք։ Խիալարում ես։ Չէ, նկատի ունեմ։ Այս տունը ձերն է, չէ, վարձով չեք տալու, ձերն է։ Ձեր ես արում։ Ոնց կարանք մենք մեր տունը վարձով տանք։ Դե ես էլ եմ ասում։ Դե քանի որ վարձով չեք տալու, արի ամառայինները թողենք, տակ շորերը տանենք։ Արսեն ջան, որովհետև այնքան շատ է շորերը, մի երկու մեքենա պետք է որ տանենք։ Մի հատ խնդրում եմ, անկողնու վրան է, ես ընդամենը մի դարակն եմ դատարկել։ Սաղ պետք է տանենք։ Այսքանը հագնելու ես։ Ես դրանք չեմ հագնելու։ Ոնց չես հագնելու։
Դե հենց։ Ես մի շորը մի անգամ եմ հագնում։ Արսեն ջան, բայց դեպքում կարամ իմանամ ինչ եմ ես այսքանը հավաքում։ Դե բզբզում ես, էլի աշխատում ես։ Որ ամուսնական պարտականությունը չես կատարում, հենա բզբզա էլի։ Դե հեիք այս կականից։ Սանք հավաքի դիր տեղը։ Ես են տանը ենքան շոր ունեմ, որ մինչև կյանքիս վերջն էլ հագնեմ, օրը մի հատ հերիքա։ Սա։ Արման եղբայրը։ Գիտեմ, Արսենն էր եկել։ Սիրուն բան չստացվեց։ Սիրուն բան չստացվեց, որ առանց զգուշացնելու էր եկել։ Քո եղբայրն ասա այլ քո տունն է, երբ ուզում ա կարա գա։ Չէ, Սար։ Առանց ինձ զգուշացնելու իրավունք չունես տեղ գալու։ Սա արդեն քո տունն է։ Ես չեմ ուզում, որ իմ պատճառով անիմաստ խնդիրներ լինեն, ավելի ճիշտ կլինի, որ ես ուղղակի գնամ։ Լավ էլ ելի նորից սկսեցիր։ Արման։ Ես հեսա տուն եմ գնալու։ Մերոնց հետ կխոսեմ։ Ու կասեմ, որ մյուս անգամ գալուց զգուշացնեն, նոր գան, կամ առասարակ էլ ստեղ չգան։ Իրանք կարող են գալ այն ժամանակ, երբ որ ուզում են։ Ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ես եմ տեսնում։ Ես կգնամ մերոնց։ Մի ժամից հետ կգամ ու միասին կգնանք ճաշելու, լավ։ Լավ։ Արման, սպասի։ Չեմ համբերի միջև հետ գաս։ Գրիգորյանի հետ ինչ խոսեցիր։ Ասացի, որ Մելենային ոչ ոք չորդեգրի էլ։ Համաձայնվեց։ Դե հա, բայց ես էլ չեմ կարող որդեգրել։ Ինքը հիմա ամեն ինչ կանի, որ ես Միլենային չտեսնեմ էլ։ Ես քեզ խոստանում եմ, որ կտեսնես։ Հետո մի բան կմտածենք, որ մենք Միլենային որդեգրենք։ Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար։